ուժեղներ, ուժեղ պարտվեցիք, բայց ժողովուրդը շնորհավորում եմ բոլորիս մեր ուժեղ հաղթանակի կապակցությամբ, այլևս Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկ երբևիցե չպիտի կարենա մեզանից, ժողովրդից վերցնի մեր ժողովրդավարությունը։ Շնորհավորում եմ բոլորիդ շատ սիրում եմ, շատ հարգում եմ, ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող օրհնի մեր հայ ազգը, թող օրհնի մեր կառավարությունը։ Պարոն վարչապետ, շնորհակալություն, շնորհավորում եմ ձեզ, շնորհակալ եմ, որ ճիշտ մարդը մեզ առաջնորդելու ու այդ ճիշտ մարդը դուք եք։ Տարեք մեզ դեպի իրական ուժեղ Հայաստան, տարեք մեզ դեպի իրական բարգավաճ Հայաստան, տարեք մեզ դեպի իրական զարգացող Հայաստան, այնպիսի Հայաստան, որ ամբողջ աշխարհը կճանաչի մեզ։ Խոսքս ավարտեմ Սաղմոսով, Սաղմոս 61. Ով Աստված, լսիր իմ աղաղակը, նայիր իմ աղոթքին, երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս, առաջնորդիր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից, որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը թշնամու դեմ։ Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին, որովհետև ով Աստված, դու լսում ես իմ ուխտերը և ինձ ես տալիս քո անունից վախեցողների ժառանգությունը։ Օրեր ես ավելացնում թագավորի օրերի վրա, և նրա տարիները պիտի լինեն սերնդից սերունդ, ազգից մինչև ազգ։ Նա հավիտյան պիտի մնա Աստծու առաջ, ողորմություն և ճշմարտություն պատրաստիր, որ պահպանեն նրան։ Ուրեմն քո անվանը Սաղմոս պիտի ասեմ հավիտյան, որպեսզի օր օրի կատարեմ իմ ուխտը։